Բարև ձեզ սիրելի հետևորդներ, ուզում եմ ձեզ տեղեկացնել այն փոփոխությունների մասին, որոնք կատարվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, փաթեթային կարգով, ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքում, տեղական հարկերի տուրքերի վճարների վերաբերյալ այլ փոփոխություններին զուգահեռ խոսքը վերաբերում է միասնական տրանսպորտային վճարի կամ փոխադրավարձի հետ կապված, չվճարման հետ կապված այն փոփոխություններին, որոնք առաջիկա օրերին այլևս կսկսեն կիրառվել եւ հաստատի վարչական մարմինը Երևանի քաղաքապետարանը այլևս կսկսի տուգանել քաղաքացիներին։ 3 տիպի տուգանքներ են նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, ուզում եմ դրանք տարանջատենք եւ չափերով առանձնացնենք։ Ուրեմն առաջին հերթին խոսքը վերաբերում է փոխադրում իրականացնող ավտոբուսների, տրոլեյբուսների կամ մետրոպոլիտենների ծառայություններից առանց սահմանված տեղական վճարը կամ սահմանված միասնական ծառայության վճարը կամ փոխադրավարձը վճարելու կամ նաև տրանսպորտային միջոցում առանց տեղական վճարի վճարման գրիչը վավերացում կատարելուց օգտվելու դեպքում ուրեմն նախատեսված է տուգանք մինչև նվազագույն աշխատավարձի տասնապատիկ, այսինքն 10,000 դրամի չափով, եթե արտոնություն ունեցողի փոխարեն ինչ-որ մեկը դրանից օգտվում է, ապա 15,000 դրամի չափով է նախատեսված եւ եթե որևէ մեկ այդուհանդերձ որոշակի ժամանակահատվածում անսահմանափակ ուղևորությունների համար վճարած է լինում, սակայն առանց վավերացում կատարելու է այդ նույն ժամանակահատվածում օգտվում տրանսպորտից, նաեւ 3,000 դրամի չափով կտուգանվի։ Այստեղ մի առանձնահատկություն կա, որ պետք է իմանաք, բանն այն է, որ հատուկ նախատեսված է, որ չգիտեմ ինչու են այդպիսի ձևակերպում տվել, լավագույնը չէ իհարկե վարչական իրավախախտումների օրենսգրքի տեսանկյունից, բայց այդուհանդերձ գրել են, որ առանց լսումներ հրավիրելու է իրականացվում, այսինքն ընդհանուր կարգով, ինչպես սովոր են Հայաստանի քաղաքացիները, տեսանկարահանող սարքերով տուգանքների հետ կապված, այլ կերպ ասած, անկախ նրանից այդ պահին համակարգը չաշխատեց, ինտերնետի խնդիր եղավ, էլի ինչ-որ խնդիրներ առաջացան եւ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չկարողացավ քաղաքացին վճարել, տուգանվելու է նա, արձանագրություն կազմվելու է, վարչական իրավախախտումը արձանագրվելու է եւ նա տուգանվելու է։ Հետո եթե կունենա փաստարկներ օբյեկտիվ, որ կարողանա ապացուցել, որ մեղքը իրենը չէր, այլ որևէ տեխնիկական խնդրով էր պայմանավորված, դրանից հետո նա կարող է դա բողոքարկել վերադասության կարգով կամ դատարան եւ այնտեղ ներկայացնել իր փաստարկները, տեղում էլ իհարկե կարող է ասել, որ չէ, այսպես չի եւ այլն, բայց դա չի խոչընդոտելու, որպեսզի այդ պահին վարչական պատասխանատվության ենթարկեն։ Սա ուզում էի ասել, հատուկ կարևոր է, այս փաստացի գնալու է այդպես միշտ տուգանվելու են որևէ խնդրի առկայության դեպքում Հայաստանի քաղաքացիները, հետո պետք է փորձեն գնալ իրենց ճշմարտացիությունը ապացուցելու հետքերով։ Եղեք տեղեկացված, եթե ունեք հարցեր, այս տեսակետի ներքո կարող եք այդ հարցերը տեղադրել։